Ես ու Մկոն գիտենք տենց թեթև կռիվալնելու ու վсё մենք սպանությունից կուրսի չենք եղել։ Սպանությունից հետո մանչը ասեց, որ գնամ ոստիկանություն ու ցուցմունք տամ Վարդանի դեմ։ Ով է կրակել Մկոյի վրա սպանել։ Մանչը։ Այսքան է Երիկը։ Անանուն զանգ կանենք ոստիկանություն։ Քեզ կգանք կտանենք ձայնագրության հետ միասին։ Ապերխի եկար։ Ուզում եմ իմանամ էսի ամեն ինչ ճիշտ է ասել, թե չէ։ Սև հեռախոսը տուր։ Դա վսախ նորմալ է։ Սև հեռախոսը տուր։ Ինչ ես անում, արա։ Որ մոտիկ չգա, սրա գլուխը հենց ստեք թողը։ Արա ախպեր ինչ ուզել եք արել եմ, էսի չեք անում։ Ձայնդ կտրի, արա։ Կբացատրես ինչ ես անում, Դավ։ Սև կբացատրեմ, ինձ ստրախովկա է պետք։ Երբ որ Լիան Սյուզի տեղը չիմանա, ես սրան իր ձայնագրության հետ միասին փոխանակեմ Սյուզի հետ։ Բայց բեկը ինձ կսպանի, եթե Արա ձայնդ կտրի։ Արա, Վարդանը նստելու է մի բանի համար, որը չի արել։ Հանդե էլ իրանք սպանեն։ Որ Վարդանը ուժեղ տղա է, Վարդանը կարա դիմանես, Սյուզին չէ։ Դավ լավ բան չես անում։ Տղեկ դուք ուզում եք բեկը Սյուզի հետ վարվի, այնպես ոնց որ նանեի հետ, վարվել։ Էդ եք ուզում։ Չէ, այդ չենք ուզում։ Բայց Վարդանին զոհաբերելով դու Սյուզին չես փրկի։ Ապա կփրկեմ։ Ես բեկինգ ստիպեմ, որ սրան փոխանակի Սյուզի հետ, ես կստիպեմ իրան։ Տղերք, ես սրան պիտի հետս տանեմ, որտեվ այդ Սյուզի փրկության միակ տարբերակն է։ Ու խնդրում եմ ձեզ, աղբերական հանուն մեր աղբերությանի շխանգարեք կլինի։ Արա ոնց ճիշտ ես համարում։ Սև արցակի։ Սև արցակի։ Գորա ավտի բանալին դու։ Լսի քեզ ինչ եմ ասում արա, եթե հանկարծ մի հատ ավելորդ քայլ ես արել, հենց ստե կսպանեմ քեզ իմացար, քո ձայնագրությունը արդեն մոտս է։ Էլի։ Տղերք, կներեք ինձ, հա։ Էլ։ Ինչի՞ չկանգնացիք Դավիթին։ Ոնց կանգնացնենք։ Սպանը ինքն էր ընկերոջը։